Սիրելի հայրենակիցներ, ես ազատության հրապարակում եմ, ինչպես գիտեք, արդեն 4-րդ օրն է, արցախցիները ազատության հրապարակում նստածույց են անում, բարև ձեզ, պարոն Շահինյան է, պարոն Շահինյանն էլ այստեղ նստածույց են անում, իրենց օրինական պահանջները ներկայացնելով մենք վրանում ենք, ես ուզում եմ հիշեցնել արցախցիների օրինական պահանջները, որոնք բազմաթիվ են եւ առաջի պահանջներից մեկը դուք գիտեք, որ այս կառավարությունը Նիկոլ Փաշինյանը որոշել է ապրիլի 1-ից չեղարկել 40 գումարած 1 ուրեմն արցախցիներին տրվող փոխհատուցումը, աբսուրդա չէ, հայրենիքը կորցնելու դիմաց, մարդկանց տնավեժ դարձնելու դիմաց 50,000 դրամ, բարև ձեզ, փոխհատուցում, որը բավարարում էր հազիվ, որ արցախցիները կարողանային այդ տան վարձերը վճարել։ Ուզում եմ հիշեցնել, որ բնակարանային սերտիֆիկատներ առ այս պահը ստացել է ընդամենը արցախցիների 3%-ը, 3, իսկ բնակարան կարողացել է գնել այդ ծիծաղելի սերտիֆիկատներով արցախցիների 0.2%-ը։ Եվ հիմա ապրիլի 1-ից արդեն 3 օր է այդ փոխհատուցումը դադարեցված է, ինչը ուղղակիորեն տասնյակ հազարավոր արցախցի ընտանիքներ հայտնվելու են փողոցում։ Այսօր առավոտյան արցախցիները կառավարության դիմաց, երբ որ Նիկոլ Փաշինյանը տափակ հումորներ էր անում, ինչ որ իր վարորդական իրավունքը ստանալու մասին պատմելով, որ իրան վարորդական իրավունք տվել են հենց այնպես, եւ նույնիսկ եթե ինքը ծնկաչոք գնար քննություն հանձնելու, իրանից երևի թե վախենում էին, դա չի ասել, բայց ինքը իրանից չէին վերցնի քննություն, այդ ընթացքում կառավարությունում որոշվել է, որ այսօր ժամը 5-ին փոխվարչապետերից մեկը Տիգրան Խաչատրյանը կհանդիպի ուրեմն արցախցիների կազմկոմիտեի ներկայացուցիչներին, այստեղ մենք տեսնում ենք մեր արցախցի հայրենակիցներին, որոնք մշտապես այստեղ են, այսպես անընդհատ մուտքը կա դեպի վրան, մեր հայրենակիցները գալիս են, իրենց աջակցությունն են հայտնում եւ հուսանք այսօր կկայացվի այդ որոշումը շարունակել 50,000 դրամները, որը կրկնում եմ անհարմար եւ ծիծաղելի ցածր գումար է, հաշվի առնելով, որ այս մարդիկ տուն են կորցրել, այս մարդիկ հայրենիք են կորցրել եւ ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը իր գրպանից չէր տալիս 30 տարի, Հայաստանի կառավարությունը մեր հարկատուներից հաշվին տարեկան 144 միլիարդ 156 միլիարդ նայած տարի գումար է հատկացրել Արցախին եւ եթե դա բաժանում ենք այդ գումարը, արցախցիների ուրեմն քանակի վրա, յուրաքանչյուր արցախցուն ամսական ըստեյության կարող էր հասնել 100,000 դրամ։ Բնականաբար արցախցիների պահանջը միայն սրանով չի սահմանափակվում, արցախցիների ամենակարևորագույն պահանջն է քննարկել Արցախ իրենց անվտանգ եւ ապահով վերադարձի հարցը։ Ուզում եմ, գիտեք ինչքան ամոթ է, ես նայում եմ երեք Կանադայի արտաքին գործերի նախարարը գրառում է անում Կանադայի, ասում է, որ Արցախի էջը փակված չէ եւ արցախցիների խնդիրը, Արցախի խնդիրը պիտի քննարկվի Հելսինկյան հիմնարար սկզբունքների հիման վրա, որի կարևորագույն բաղադրիչ է նաեւ արցախցիների ինքնորոշման իրավունքը, այդպիսի գրառում է անում Կանադայի արտաքին գործերի նախարարը, որ Արցախի խնդիրը պիտի շարունակվի, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, ուզում եք թռեք վերև, ուզում եք ներքև իջեք ներքև, ինչ ուզում եք արեք, Արցախի Ղարաբաղի շարժման թեման Արցախ բառներ վախենում է ասի։ Մեզ համար մենք համարում ենք փակված Հայաստանի անունից, թող մեկը հարցնի քեզ, դու ով ես, դու ինչ իրավունք ունես Հայաստանի կամ Արցախցու անունից, հայտարարես, որ մենք Ղարաբաղի թեման համարում ենք փակված։ Տեսնենք այսօրվա բանակցությունները, ինչ որ բան ունեք ավելացնելու տղաներ։
Հա։ Սպասում եք պատասխաններին, 5-ի կառավար փոխվարչապետի պատասխանին։ Այո, հիմա սպասում են ժամը 5-ին, այսօր ժամը 5-ին, այո, փոխվարչապետի պատասխանին, ես հույս ունեմ սրանց մեջ adekvat մարդիկ թեկուզ պատահաբար կգտնվեն եւ այդ 50,000-ական դրամները, որոնք կրկնում եմ, դա այն նվազագույնն է, որ մարդիկ կարողանում են տանվարձ տալ եւ չհայտնվել փողոցում, հա, այդ գումարները կվերականգնվեն եւ հետագա օրինական պահանջները արցախցիների կշարունակվի քննարկվել Մինսկի խմբի մանդատի ներքո Արցախ վերադառնալու հարցը, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը ուրեմն պնդում է, որ ինչքան էլ դուք թռնեք վերև, իջնեք ներքև, Ղարաբաղյան շարժման էջը փակված է, Ղարաբաղյան շարժման էջը փակված չի եւ չի կարող փակված լինել, քանի կան արժանապատիվ հայեր, հայաստանցիներ եւ արժանապատիվ արցախցիներ։ Բան ունեք ասելու, Հայրիկ ջան, խնդրեմ։ Ուրեմն ես զարմանում եմ, ինչն է պատճառը։ Կինը իրավունք ունի տղամարդուն վիրավորելու, բայց պատասխանը որ տալիս է, տղամարդը իրավունք չունի կնոջը վիրավորելու։ Ինչի համար մեր հանրապետության օրենքը գրվել է սխալ, ազգային ժողովը ընդունել է սխալ, կիրառում են սխալ։ Դուք արցախցի եք։ Ոչ։ Հա, բայց արցախցիների հարցով ենք մենք այսօր խոսում, Հայրիկ ջան։ Խոսած եմ։ Հա, դե այստեղ ենք, սիրելի հայրենակիցներ, սպասենք ժամը 9-ին, տեսնենք ինչ որոշում կկայացվի, նորից ուզում եմ Հա, եւ այո, նորից ուզում ենք հուսալ, որ adekvat կգտնվին սրանք, այս կառավարությունը եւ այդ 50,000-ականները, որոնք կրկնում են նվազագույնն է, որ ընտանիքները կարողանում են իրար գումարել եւ տալ տանվարձ, կկարողանան այս ընթացքում այդ խնդիրները կարգավորել, միջև կարողանան իրենց մնացյալ լրջագույն խնդիրը եւ ամենակարևոր խնդիրը, հայրենիք վերադարձի խնդիրը լուծել։ Սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 5-ին կառավարության դիմաց բոլորին խնդրում եմ, բոլորին հրավիրում եմ կառավարության դիմաց գալ, որովհետև իսկապես վճռորոշ օր է եւ իսկապես մեր տասնյակ հազարավոր քույրեր եւ եղբայրներ Արցախից հայտնվել են անելանելի վիճակի մեջ։ Նրանք հեչ մեղավոր չեն, որ 18 թվականին մենք գնացել մեր կոտրած ձեռով Նիկոլ ենք ընտրել, ինչի արդյունքում այսօր նրանք կորցրել են իրենց տունը, իրենց հայրենիքը։ Այսօր ժամը 5-ին այո, մենք էլ ենք կորցրել, իհարկե, բան ունեք ավելացնելու, պարոն Շահինյան։ Այստեղ է նաև երևանցիների, որ մեկ մարդու պես, ով հնարավորություն ունի գալ մասնակցել։ Եվ ընդհանրապես հետագա, հա։ Այսօր 17:00 ընդհանրապես։ Այո։ Չեք նստել եք ոչխարի պես պատրաստվում եք շան գելի փայ դառնաք։ Դուրս եկեք սրանց դուրս քշենք, դուրս վռնդենք եւ օրինական իշխանություններ ձևավորենք, մեր պետությունն էլ վերականգնենք։ Մենք մեր պետությունն էլ այսօր գոյություն ունի։ Իհարկե։ Արցախը չկա, մենք էլ կա։ Ուրեմն Հայաստանը նույն ինքը Նիկոլը հիշում եք ասեց, որ հա պետականությունը լավ լուր կա, հա, լավ լուր կա ասելու, բոթասները դուզող կա։ Եվ այսպես ուրեմն սպասենք կառավարության որոշմանը եւ նորից կրկնում եմ, սա միայն արցախցիների խնդիրը չէ, սա մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է, մենք հայրենիք ենք կորցրել Արցախ, մենք հիմա այս իշխանության պատճառով կորցնում ենք Հայաստանի Հանրապետությունը եւ այս իշխանությունը գոյաբանական վտանգ է մեր երկրի համար, սրանք պիտի հեռանան, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր լինի փրկել։